շատ հանդարտ եւ երբեմն նրան հաջողվում է դուրս գալ երկրի մակերևույթ, երբեմն չի հաջողվում, երբ որ չի հաջողվում մագման սառչում է քարանում, դառնում է քարեր, օրինակ տուֆ, բազար կամ գրանիտ, երբ որ հաջողվում է դուրս է գալիս մղանցքով եւ մղանցքից մի փոքր վեր գտնվում է խառնարան, այս կողմը նշվում է ձագարաձև խառնարան, ստեղից ժայթքում է հրաբուխը եւ ստեղ կան հրաբուխի մեջ կան թունավոր նյութեր, գազեր եւ մոխի ջրային գոլորշիներ, իսկ լավայի հոսքը մաղման դուրս է գալիս գոլորշիներով եւ գազերով, գոլորշիները եւ գազերը վերանում են, իսկ լավայի հոսքը դուրս է գալիս։ Բարև ձեզ, ես 8-րդ դասարանի Մերի Սաֆարյանն եմ։ Այսօր ձեզ կներկայացնեմ ֆիզիկայի հետաքրքրաշարժ փորձերը, բայց դա կազմում է ֆիզիկայի փորձերի մի հատվածը ընդամենը։ Մենք այսօր կուսումնասիրենք 3 թեմա՝ մթնոլորտային ճնշում, ռեակտիվ շարժում եւ քիմիական լիցքերը եւ հոսանք։ Որ մենք ապրում ենք երկիր մոլորակում, իսկ երկիր մոլորակը շրջապատված է օդային թաղանթով եւ այդ օդային թաղանթը անվանվում է մթնոլորտ։ Իսկ մթնոլորտի կողմից գործածված ճնշումը երկրի մարմինների նկատմամբ կոչվում է մթնոլորտային ճնշում։ Ավելացնենք գույն, որպեսզի ավելի ակնթարթ երևա փորձը։ Կապված նստած ես ասում եմ ֆիզիկայի բանը ասել որ ֆիզիկան պետք է ժամանակ բանանի դրանց ասում ես հələ դες մենակ ասում եմ դեն կոմտանից Որտեղս արտկազ է տալի Հացնեք դաժակը, որպեսզի նրա մեջի օդը ավելի քիչ լինի, քան մթնոլորտային ճնշումը։ Դաժակի մեջ Քանի որ մթնոլորտի ճնշումը ավելի մեծ է, քան ջուրը Սա կլսնենք իր մեջ մի քիչ ջուր Հիմա մենք մենք փայտեսնեմ Հիմա սա անցկացնելու ենք այս տոպրակի միջով Տեսնում ենք, որ եւ դրա պատճառով էր արդեն ջուր թափվելու է Դեք թափվում է ջուրը թափվում է, քանի որ սկսեց ճնշումները խախտվեցին իրար տատանումներ։ Ապրեք Դի մեջ